Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, մեր ազգաբնակչության մեծամասնությունը, գրեթե 90-95%-ը իրենց համարում են քրիստոնյաներ։ Այսօր մեզանից յուրաքանչյուրը ամեն օր, ամենաքիչը 1-2 ժամ մեր ժամանակից ծախսում ենք, անցեկացնում մեր ժամանակը համացանցում, հետևելով սոցցանցերում հրապարակվող նյութերին, հոդվածներին, տեսանյութերին և ձեզանից ոմանք երբևիցե հանդիպած կլինեն նաև տեսանյութերի իմ մասնակցությամբ, որտեղ ես հանդես եմ գալիս որպես հակաքրիստոնյա և բնականաբար ձեզանից շատերի մոտ միանգամից բացասական կարծիք է ձևավորվում ձեր մոտ և այլևս նույնիսկ չեք էլ ցանկանում լսել, թե ինչ եմ խոսում, ինչից եմ խոսում, ինչ եմ առաջարկում։ Այդ իսկ պատճառով հակաքրիստոնյայի խոսքը հաղորդաշարի հաղորդումների նախաբանում ես հային վերաբերվող կարգախոսների հետ միասին նաև ոչ միշտ, բայց հաճախակի կներկայացնեմ իմ բացատրությունը, թե ինչու եմ հանդես գալիս որպես հակաքրիստոնյա։ Շատերը երբ լսում են ինձ, ամեն երկրորդը հարցնում է, լավ, եթե ես քրիստոնյա չեմ, դեմ եմ քրիստոնեության, ապա ինչ կրոն ունեմ ես։ Ես այդ հարցին կանդրադառնամ հաջորդ հաղորդմանը, կասեմ, ձեզ կներկայացնեմ, թե ինչ կրոն ես ունեմ, եթե դեմ եմ քրիստոնեությանը, իսկ այսօր ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ բացատրությունը, իմ գործունեության պատճառը, թե ինչու եմ հանդես գալիս հակաքրիստոնյա։ Ես միշտ ասել եմ, որ հաղորդաշարը տրամաբանություն և իմացություն ունեցող մարդկանց համար է և միշտ իմ մտքերը, գաղափարները արտահայտելիս նախ ես վերլուծական մեծ աշխատանք եմ կատարում, մինչև ամեն ինչում չհամոզվեմ, չեմ ներկայացնում, իսկ որպես գործիքներ վերլուծության համար ես միշտ կիրառում եմ Աստծո կողմից մեզ շնորհված տրամաբանությունը որպես գիտություն և հայոց լեզուն, հայոց լեզվի լեզվամտածողությունը։ Ես այս գործիքներից ավելի ճշգրիտ գործիքներ չգիտեմ և այսօր նույնպես հիմնվելու եմ այդ գործիքների վրա, կիրառելու եմ այդ գործիքները, որպեսզի բացատրեմ, թե ինչու եմ հանդես գալիս որպես հակաքրիստոնյա։ Օրինակ, ձեզանից և ոչ մեկը, ոչ մի մարդ դուրս չի գա ու չի ասի, օրինակ, որ ինքը տգետ է, անբարոյական է, ոչխար է, անգրագետ է, ճիշտ է, մարդ դուրս չի գա ինքը իրեն զրպարտի, ճիշտ է, ինքը իրեն վիրավորի, որովհետև այդ բառերի իմաստը մենք բոլորս հասկանում ենք, այդ պատճառով այդպես չենք արտահայտվում, բայց մեր ազգաբնակչության մեծամասնությունը դուրս է գալիս և ասում է, որ իրենք քրիստոնյա են։ Իհարկե դա վիրավորանք չէ, ոչ էլ զրպարտանք է, ընդհակառակը դա մեծ արժեք է, բայց արդյոք դուք քրիստոնյաներ եք, որ ասում եք, որ քրիստոնյա եք։ Հիմա ինչու եմ ես հանդես գալիս որպես հակաքրիստոնյա։ Եթե կարճ և համառոտ երկու նախադասությամբ ասեմ, ապա կասեի հետևյալը, որ աշխարհում մոտորապես 2.5 միլիարդ մարդ դուրս են գալիս և ասում են, հայտարարում են, որ իրենք քրիստոնյաներ են։ Իմ հարց է առաջանում, իսկ ընդհանրապես որևէ մարդ իրավունք ունի մեր աշխարհում դուրս գալ ու ասել, որ ինքը քրիստոնյա է։ Իմ նպատակն է, եթե դուք չասեք, եթե դուք չարտահայտվեք, չասեք, որ դուք քրիստոնյա եք,
եւ հարցը նրանում է իրականում արդյոք դուք քրիստոնյա եք, ես էլ հանդես չեմ գա որպես հակաքրիստոնյա։ Ես կդադարեցնեմ այս գործունեությունը այն ժամանակ, երբ իմ նպատակն է ընդհանրապես այդ կրոնական ինստիտուտները, որոնք եկեղեցի են կոչվում, մեր երկրում, Հայաստանում փակվեն, առաջին հերթին մեր երկրում, իսկ այնուհետև եւ ամբողջ աշխարհում։ Ես գտնում եմ, որ դրա կարիքը չունենք եւ հարցը նրանում է, ես հարց եմ տալիս եւ ցանկանում այսօր էլ այդ հարցին ես ինքս կպատասխանեմ, իսկ դուք ինքներդ մտածեք։ Դեռ դնենք մի կողմ, որ ես հանդես եմ գալիս որպես հակաքրիստոնյա։ Իսկ դուք իրավունք ունեք ընդհանրապես որևէ մարդ դուրս գա ու ասի, որ ինքը քրիստոնյա է։ Այսինքն պետք է հասկանաք, չէ՞, այդ բառը ինչ է նշանակում, որ հետո էլ արտահայտվեք, ասեք, որ դուք քրիստոնյա եք։ Հիմա ինչ է նշանակում քրիստոնյա։ Այդ բառի բացատրությունը ձեզ տալու համար ես հայոց լեզվի բառապաշարից վերցնում եմ 3 բառ, կվերցնեմ 3 բառ։ Առաջին բառը իհարկե քրիստոնեություն բառը, երկրորդ բառը բարոյականություն, երրորդ բառը ազնվականություն։ Կարող ենք ավելի շատ բառեր վերցնել, բայց սկզբունքը նույնն է եւ նշանակություն չունի ժամանակի առումով, որպեսզի շատ ժամանակ չծախսենք։ Այս 3 բառը բավարար է, որպեսզի հասկանանք, թե ինչ է նշանակում քրիստոնյա բառը։ Հիմա մենք օրինակ ունենք 3 բառ՝ քրիստոնեություն, բարոյականություն եւ ազնվականություն։ Կարող ենք ասել այն մարդը, որը ունի բարոյականություն, նա բարոյական է։ Եվ հակառակը, կարող ենք ասել բարոյական մարդը ունի բարոյականություն։ Կարող ենք, չէ՞, ասել, այդպես էլ արտահայտվում ենք, այդպես էլ մտածում ենք։ Ինչն է պատճառը, որ մենք այդպիսի հետևություն ենք կարողանում անել։ Պատճառը այն է, որ բարոյականություն բառի հիմքում ընկած է բարոյական բառը։ Լեզվի լեզվամտածողությունը այն է, թե ինչպես են ձևավորվում բառերը, նոր բառերը, եւ յուրաքանչյուր նոր կազմավորված բառ ինչ իմաստ ունի, ինչի հիման վրա ենք հասկանում, թե այդ նոր բառը ինչ իմաստ ունի։ Դա սկզբունք է եւ մենք կարող ենք ասել բարոյական մարդը ունի բարոյականություն, որովհետեւ բարոյականություն բառի հիմքում ընկած է բարոյական բառը։ Կարող ենք ասել ազնվականություն ունի այն մարդը, ով ազնվական է, այսինքն կիրառելով նույն սկզբունքը, եւ հակառակը ազնվական մարդը ունի ազնվականություն։ Ճիշտ է։ Մենք այդպես ենք խոսում, այդպես ենք մտածում։ Դա սկզբունքն է։ Լեզվի լեզվամտածողությունն է, թե ինչպես են նոր բառերը ձևավորվում։ Եվ հիմա այդ նույն սկզբունքը կիրառենք քրիստոնեության բառի պարագայում։ Եթե ասում ենք քրիստոնեություն, ապա այդ քրիստոնեություն բառի հիմքում որ բառն է ընկած։ Կարող է ասեք, որ ազնիվ բառն է, կամ բարոյական բառն է, ազնվական բառն է, տանձն է, խնձորն է, չէ, ճիշտ է։ Քրիստոնեություն բառի հիմքում ընկած է քրիստոնյա բառը։ Այդ իսկ պատճառով կարող ենք ասել այն մարդը, ով ունի քրիստոնեություն, դա կրոն է, ունի քրիստոնեական կրոն, նա քրիստոնյա է։ Եվ կարող ենք ասել հակառակը։ Քրիստոնյա մարդը ունի քրիստոնեություն։ Ես ինքս ինձ ոչինչ չեմ հորինում, դա մեր լեզվի, հայոց լեզվի լեզվամտածողությունն է, որի հիման վրա մենք կարողանում ենք իրար հետ շփվել։ Հստակ սկզբունքներ են, հստակ մտածելակերպ է։ Մենք եթե աղավաղենք, ապա չենք հասկանալու իրար։ Այս օրինակը ես բերեցի ինչի համար, որ հասկանանք սկզբունքը, յուրաքանչյուր նոր բառ, որը կազմավորվում է լեզվի մեջ, այդ բառի իմաստը բխում է այդ բառի հիմքում ընկած բառի իմաստից։ Հիմա եկեք հասկանանք, իսկ ինչ է նշանակում քրիստոնյա բառը, ազնվական բառը
եւ բարոյական բառը, կիրառելով նույն սկզբունքը։ Մենք կարող ենք ասել բարոյական մարդը այն մարդն է, որը բարք ունի, որովհետեւ բարոյական բառի հիմքում ընկած է բարք բառը։ Իսկ բարքը ինչ է? Բարքը դա օրինակելի վարքն է։ Այսինքն այն մարդը, որը ունի օրինակելի վարք, դա բարքն է, այդ մարդը բարոյական մարդ է։ Այդպես է, թե այդպես չէ։ Ազնվական բառը, ազնվական բառի հիմքում ընկած է ազնիվ բառը։ Այդ իսկ պատճառով մենք կարող ենք ասել ազնվական մարդը այն մարդն է, որը ազնիվ է, եւ հակառակը, ազնիվ մարդը ազնվական է։ Ես ինչ-որ բան եմ հորինում, ինչ-որ մի նորություն ասեցի, չէ, ընդհանրապես ես ցանկանում եմ, որ մենք կիրառենք հայոց լեզվի լեզվամտածողությունը, սկզբունքները, չաղավաղենք մեր լեզուն եւ ամեն ինչ տեսեք կընկնի իր տեղը։ Քրիստոնյա բառի հիմքում ո՞ր բառն է ընկած։ Կարող է ասեք տանձնա, խնձորնա, ազնիվ բառնա, չէ։ Քրիստոնյա բառի հիմքում կներեք ո՞ր բառն է ընկած։ Քրիստոս բառը։ Քրիստոնյա բառի հիմքում ընկած է Քրիստոս բառը։ Ուրեմն քրիստոնյա բառի իմաստը բխում է Քրիստոս բառից։ Իսկ Քրիստոս բառը ինչ բառ է։ Գիտեք, դա հայերեն բառ չէ։ Դա հունարեն բառ է։ Իսկ ինչ է նշանակում Քրիստոս։ Նախ ասեմ, այդ նույն սկզբունքի հիման վրա մենք կարող ենք ասել քրիստոնյա մարդը դա Քրիստոս է, իսկ Քրիստոս մարդը քրիստոնյա է։ Ով Քրիստոս է, նա քրիստոնյա է։ Ով քրիստոնյա է, նա Քրիստոս է։ Դա հայոց լեզուն է ինձ ասում։ Աստծո կողմից, Արարչի կողմից շնորհված, մեզ բոլորի շնորհված լեզվի լեզվամտածողությունն է ինձ ասում, որ քրիստոնյան Քրիստոս է, Քրիստոսը քրիստոնյա է։ Իսկ ինչ է նշանակում Քրիստոս։ Քրիստոսը դա նշանակում է ընծյալ, օծյալ, ընտրված, Աստծո որդի, միսիա, մարգարե, այսինքն երբ մարդը ասում է, որ ինքը քրիստոնյա է, դա նշանակում է, որ ինքը ասում է ինքը Քրիստոս է, դա նշանակում է, ասում է, որ ինքը ունի բարձր հոգևոր մակարդակ, հոգևոր զարգացման բարձր մակարդակ ունի այդ մարդը։ Քրիստոնյա լինել նշանակում է ապրել աստվածային արժեքներով։ Երբ դուք ասում եք, որ դուք քրիստոնյա եք, դա նշանակում է, որ դուք ասում եք, որ դուք ապրում եք, առաջնորդվում եք աստվածային արժեքներով։ Արդյոք դա այդպես է։ Երբ որ ինչ-որ մեկը ձեզ հարցնում է, դուք քրիստոնյա եք, դա առաջին հերթին շատ սխալ հարց է, որովհետև քրիստոնյա լինելը դա եւ քրիստոնեությունը դա բազմաթիվ արժեքների միասնություն է, ամբողջություն է։ Երբ մարդը հարցնում է դուք քրիստոնյա եք, դա նշանակում է նա ձեզ հարցնում է դուք աստվածային արժեքներով եք ապրում, դուք արդար եք, դուք ազնիվ եք, դուք բարոյական եք, դուք բարեխիղճ եք, դուք հոգնող եք, դուք ստեղծող եք, ու այդպես շարունակ, դուք առաքինի եք, դուք դյուցազուն եք, անթիվ համարար կարամ թվարկել։ Ինչ է նշանակում, երբ մարդը հարցում է դուք քրիստոնյա եք, դուք պետք է այդ բոլոր հարցերին պատասխանեք։ Իսկ դուք դուրս եք գալիս ու ասում եք կարճ ու համառոտ։ Այո, քրիստոնյա եմ։ Գիտեք, այդ հարցին 3 ճիշտ պատասխան ունի։ Առաջին պատասխանը շատ կոպիտ է հնչում։ Արմեն ջան, բարև։ Շատ կոպիտ է հնչում, բայց ճիշտ պատասխան է։ Օրինակ մարդը ձեզ հարցնում է դուք քրիստոնյա եք, դուք չեք ցանկանում կիսվել, բացվել այդ մարդու առջև, եւ դուք նրան ասում եք. «Եղբայր, քո ինչ գործն է։ Քո ինչ գործն է, ես ինչպես եմ ապրում, ինչ
ապրելակերպով եմ ապրում, ինչ արժեքներով եմ ապրում, դուք չեք ցանկանում բացվել այդ մարդու առջև։ Դուք ասում եք, քո ինչ գործն է, եղբայր։ Այո, կոպիտ է հնչում, դա քեզ չի վերաբերվում։ Դա իմ անձնական գործն է, ես քրիստոնյա եմ, թե քրիստոնյա չեմ, այսինքն աստվածային արժեքներով եմ ապրում, թե ոչ։ Հասկանալի է դա ձեզ։ Ամեն մարդ կարող է ինչ-որ մեկի առջև բացվել, իսկ եթե դուք չեք ցանկանում բացվել, կիսվել ինչ-որ մեկի առջև, իսկ ինքը գալիս ուզում է մտնի ձեր հոգու մեջ ու ձեզ հարց է տալիս, դուք իմանում եք աստվածային արժեքներով եք ապրում։ Այ եղբայր, դուք քեզ ինչ։ Սա առաջին ճիշտ պատասխանը։ Կոպիտ է, բայց կարող եք պատասխանել։ Երկրորդ ճիշտ պատասխանը։ Դուք հարցնում եք, դուք քրիստոնյա եք, դուք ասում եք, եղբայր, եթե ուզում ես իմանաս ես քրիստոնյա եմ թե չէ, շփվիր ինձ հետ։ Իմ ապրելակերպից, իմ վարքագծից, իմ ընդունած որոշումներից, իմ կատարած ընտրություններից դու ինքդ կհասկանաս քրիստոնյա եմ թե չէ, եթե դու ինքդ հասկանում ես, թե քրիստոնյա լինելը որն է։ Եթե դու հասկանում ես քրիստոնյան որն է, ոչ մեկին այդ հարցը չեք տա։ Դուք նայելով իր ապրելակերպը, դուք հասկանում եք ինքը քրիստոնյա է, թե քրիստոնյա չի։ Եվ երրորդ ճիշտ պատասխանը, ամենաճիշտ պատասխանը։ Հարցնում են դու քրիստոնյա եք, դուք պետք է ասեք, եղբայր, ես գիտեմ ինչ է քրիստոնեությունը, բայց ես քրիստոնյա չեմ։ Ես ուզում եմ դառնալ քրիստոնյա, ցանկանում եմ դառնալ քրիստոնյա, այսինքն ցանկանում եմ աստվածային արժեքներով ապրել, բայց դա շատ դժվար է, ես ձգտում եմ։ Ինչքանով է հաջողվում, ես չգիտեմ, բայց ես դեռ քրիստոնյա չեմ։ Քրիստոնյա, դա ես ասացի, հայոց լեզվի լեզվամտածողությամբ նշանակում է դուք Քրիստոս եք, Քրիստոսը քրիստոնյա է, քրիստոնյան Քրիստոս է, դա կոչում է։ Ձեզ հարց են տալիս, դուք էլ դուրս եք գալիս և պատասխանում եք, այո, ես քրիստոնյա եմ։ Այսինքն դուք ինքները ձեզ կոչում եք տալիս։ Հայերենի ոնց է կոչում, ինքնակոչեր եք։ Իսկ ռուսերեն շատ լավ է հնչում, սամազվանեց։ Մարդը ինքը իրեն իրավունք չունի այդպիսի կոչում տալ։ Դա մեծամտություն է։ Դուք ինքներդ ձեզ մեծարում եք։ Ամոթ չեք անում, առանց խղճի խայթի, առանց ամաչելու։ Դուրս եք գալիս ու հայտարարում եք, դուք հոգևոր բարձր մակարդակ ունեք։ Դուք ապրում եք աստվածային արժեքներով։ Չելնես, ասես սուտը շանքակ ուտի, կներեք։ Հիմար դուրս կգա ինքը իր գլուխը կգովա, դուք ինքներդ ձեզ մեծարում եք, դուք քրիստոնյա եք։ Էլ ոնց կլներ։ Քրիստոս եք դարձել։ Ես չեմ ցանկանում ձեզանից որևէ մեկին վիրավորել, բայց չեք ամաչում, ամոթ բան չի, դուրս գաք ասեք, հա, եղբայր, ես քրիստոնյա չեմ, ձգտում եմ դառնալ։ Ավելի ամոթ է, երբ որ դուք իսկապես քրիստոնյա չեք ու դուրս եք գալիս ասում եք, որ դուք քրիստոնյա եք։ Եվ դա է պատճառը, որ ես հանդես եմ գալիս որպես հակաքրիստոնյա։ Սամազվանեցներ եք։ Դուք ինքները ձեզ կոչում եք տալիս։ Այդ նույն բանն է, ոնց որ երրորդ կարգի շախմատիստին հարցնես դու գրոսմաստեր ես, ասի հա, ես գրոսմաստեր եմ։ Իրական գրոսմաստերին, երբ որ հարցնեք դու գրոսմաստեր ես, եւ ոնց եք դարձել գրոսմաստեր, ինքը կպատասխանի, կասի, որ օրինակ 20 տարի առաջ ես մասնակցեցի այս քաղաքում, այս մրցաշարին, այս ցուցանիշները ցուցաբերեցի, այս արդյունքները ցույց տվեցի եւ ինձ երրորդ կոչումը տվեցի։ Երրորդ կարգի կոչում տվեցի։ Այնուհետև մի քանի տարի հետո ինչ որ մրցաշարերի մասնակցեցի, իմ արդյունքներից ելնելով
երկրորդ կարգի կոչումը տվեցին, հետո մի քանի տարի հետո առաջին կարգ, հետո վարպետության թեկնածու, հետո վարպետ, միջազգային վարպետ, չգիտեմ, եւ ընդամենը 1 տարի առաջ արդեն անցել է 20 տարի, ես հազիվ կարողացա դառնալ գրոսմաստեր, արժանանալ այդ կոչմանը, տարիներ են հարկավոր, որպեսզի շախմատիստը դառնա, սկսնակ շախմատիստը դառնա գրոսմաստեր, այդ կոչմանը արժանանա, այդ նույն կերպ է քրիստոնեությունը, քրիստոնյան, Քրիստոսը, դա ապրելակերպ է, որպեսզի դուք այդ կոչման արժանանաք, տարիներ են հարկավոր։ Եվ եթե դուք քրիստոնյա եք, ինչպես գրոսմաստերը կարող է ասել, թե ինչ մակարդակներով է բարձրացել, դուք պետք է կարողանաք ասեք, այս մակարդակն եմ բարձրացել, հետո այս մակարդակը, հետո երրորդ մակարդակը անուններով թվարկեք, ինչ մակարդակներ եք անցել, կարող եք բացատրել։ Ես միշտ դուրս եմ գալիս ու ասում եմ, որ հոգևոր զարգացման սանդղակ գոյություն ունի, իր մակարդակներով, ամեն մակարդակը իր անուններով։ Այդ սանդղակը ունի իր չափման միավորը։ Դե դուք իհարկե ձեզանից որևէ մեկը չի զանգի եւ չի հարցնի, ալի կարող ես այդ մակարդակները անուններով թվարկել, մենք էլ իմանանք, այդ մակարդակներով մենք էլ բարձրանանք։ Դե քանի որ դուք արդեն քրիստոնյա եք, արդեն ամենաբարձր կոչումը ստացել եք։ Ինչ կարիք կա, դուք այնքան մեծամիտ եք, չեք զանգի, չեք հարցնի, բայց հարցնեմ այդ մակարդակները անուններով թվարկեք, լեզուներդ կապ կընկնի։ Այդ ո՞նց եք այդ ճանապարհը անցել, որ ճանապարհի այդ մակարդակները չեք կարողանում թվարկել։ Չափման միավորը չգիտեք այդ մակարդակներով բարձրանալու։ Այդ ո՞նց եք հասել վերջին մակարդակին։ Ասեմ ո՞նց եք բարձրացել, ո՞նց եք, չգիտեմ, ինքներդ ձեզ կոչում տվել կամ ինչ որ մեկն է ձեզ ո՞նց է տեղ ունենում այսօր մեր աշխարհում։ Գնում եք այն կրոնական ինստիտուտը, որոնք մեր երկրում բացվել են 301 թվականին, մեր թշնամիների կողմից։ Մտնում եք այդ ինստիտուտը, այդ ինստիտուտի սպասավորը, տերտերա կոչվում, ինչա կոչվում, այդ ինստիտուտի ռեկտորը, ձեր գլխին մի բաժակ ջուր ա լցում, իրան նախ փող եք տալիս, առանց փողի կարող է չանել այդ արարողությունը, փող եք տալիս, ձեր գլխին մի բաժակ ջուր ա լցում, երևի խաչով էլ մի 3 անգամ դմփացնում ա ձեր գլխին, ասում ա, «Վсё, դուք արդեն քրիստոնյա եք, գնացեք, դարձաք քրիստոնյա, հոգևոր զարգացում ապրեք 10 րոպեի մեջ ընթացքում»։ Բարև Հովհաննես ջան։ Այն սատանայի գիրքն էլ Աստվածաշունչ ա կոչում, դնում ա ձեր թևի տակ, ասում ա գնա, դու քրիստոնյա ես, գնա։ Դու այդպես կարաք այդ ինստիտուտից դուրս գաք, գնաք մտնեք բժշկական ինստիտուտ, ռեկտորին ասեք ուզում եմ դառնամ բժիշկ։ Մի $1000 փող տաք, այդ ռեկտորը ձեր գլխին մի բաժակ ջուր լցի, հետո բժշկական մի գործիքով 3 անգամ դմփցնի, ասի, «Վсё, դուք արդեն բժիշկ եք, դիպլոմը գրի ու տա, գնացեք բժշկություն արեք»։ Հետևից դուրս գաք, գնաք պոլիտեխնիկ, ինժեների կոչումը ստանաք կես ժամվա մեջ, հետո գնաք շախմատի ֆեդերացիա գրոսմաստերի կոչումը ստանաք։ Ամոթ չեք անում, մեծ մարդիկ եք։ Ես ձեզ ոնց բացատրեմ։ Քրիստոնյա դառնալը, դա կոչում է, դա հոգևոր զարգացման մեծ կոչում է, որին դու պետք է տարիներ ապրես, անցնես, սովորես, դեռ կհասնես այդ մակարդակին, թե չէ։ Իսկ մեր աշխարհում ընդհանրապես այնքան խանգարող հանգամանքներ կան, որ որևէ մարդ ոչ թե իրավունք չունի դուրս գա, ասի քրիստոնյա է, ինքը քրիստոնյա մարդիկ չկան, որտեղ կան խանգարող հանգամանքներ։
Այն հասարակարգը, այն քաղաքակրթությունը, որտեղ կան պատերազմներ, որտեղ կա ռազմական արդյունաբերություն, չեն կարող լինել քրիստոնյաներ։ Քրիստոնյա մարդը չի կարող գնալ տանկի զավոդում տոկար աշխատել։ Դա քրիստոնյա չի։ Քրիստոնյա մարդը չի կարող գնա բանկային համակարգում աշխատի, ուրիշներին տոկոսով փող տա։ Ինքը քրիստոնյա չի։ Եվ բոլոր նրանք, ովքեր այդ փողային համակարգից օգտվում են, հետաքրքրվեք իմանաք ով է այդ համակարգը հիմնադրել, կհասկանաք, որ քրիստոնյա մարդը այդ համակարգից չի կարող օգտվի, եթե ինքը քրիստոնյա է, բայց մենք այնպիսի կախվածության մեջ ենք, որ չենք կարող առանց դրա, ճիշտ է, ուրեմն քրիստոնյա չեք, գլուխներդ մի գովացեք, մի մեծամտածեք, համեստ եղեք, համեստություն ձևավորեք ձեր մեջ, ինչա հելաքասակ քրիստոնյա եք, հոգևոր զարգացած մարդ դարձաք, ասելով, քրիստոնյա մարդը այն մարդն է, որ այսինքն, որ այն մարդը, որը ձգտում է դառնալ քրիստոնյա, նախ մեր աշխարհում այն խանգարող հանգամանքները, որոնք կան, որ մեզ խանգարում են, որ մենք աստվածային արժեքներով ապրենք, նա գործունեություն կծավալի, որպեսզի այդ խանգարող հանգամանքները վերանան, որպեսզի ինքը կարողանա աճի, թե չէ լսել եք լավ բանը, դուրս գանք ասենք, էլի ինչ կա դրա մեջ, առանց ամաչելու։ Եվ ես հանդես եմ գալու այնքան ժամանակ, իմ գործունեությունը այս հակաքրիստոնեական, գործունեությունը այնքան ժամանակ եմ ծավալելու, մինչև բոլոր այդ կրոնական ինստիտուտները մեր երկրում փակվեն, մենք դրա կարիքը չունենք։ Ես մտածում եմ հաջորդ հաղորդմանը ասել, թե ինչ կրոն ես ունեմ, կարող եմ հիմա ասել, այնպես չէ, որ գաղտնիք է։ Իմ կրոնը իմ հայոց լեզուն է, իմացաք, իմ հայոց լեզուն ինձ ասում է, թե դու ինչ ես կրում, կրոնը դա այն բանն է, որը դու կրում ես, ինչա դժվար բան եմ ասում, դա հայոց լեզվի լեզվամտածողությունն է, կրոնը դա մի բան է, որը մենք կրում ենք, իսկ ինչ ենք մենք կրում, ես հայոց լեզվի կրողն եմ, մենք բոլորս հայոց լեզվի կրողներն ենք, կրում են բեռ, այո, կրոնը դա բեռ է, այդ բեռը յուրաքանչյուր ճանապարհորդը նույնպես բեռ ունի, չէ, բեռ է վերցնում ճանապարհ գնալուց, մենք բոլորս ճամփորդներ ենք այս աշխարհում, բեռ կարող է լինել ուտելիքը, երբ որ ճամփորդը սովածանա, այդ բեռից օգտվի, դեղորայք լինի բեռը, բեռի մեջ կարող է լինել գիրք, բեռի մեջ կարող է լինել սարք, կողմնացույց օրինակ, և եթե ճամփորդը այդ բեռը կորցնի, նա կկործանվի, ճիշտ է, իսկ ամենագլխավոր բեռը, եթե մենք կորցնենք, դա մեր լեզուն է, կորցրեցինք մեր լեզուն, կորելու ենք, անհետանալու ենք, լուծվելու ենք, մնացած ազգերի մեջ, ինչն էլ անում է մեր թշնամին, որպեսզի մենք մեր կրոնը կորցնենք, մեր հայոց լեզուն կորցնենք, իրենց ամբողջ նպատակը դա է։ Արարիչ այդ լեզուն, այդ բեռը տվել է ինձ, մեզ բոլորիս, որպեսզի սերնդեսերունդ փոխանցենք մեր երեխաներին, մեր թոռներին, ինչա հայոց լեզուն ձեզ չի բացատրում, թե դուք ինչպիսին պետք է լինեք։ Չգիտեք բարոյական բառը ինչա նշանակում, չգիտեք գրակետ բառը ինչա նշանակում,
արդար մարդը, արդար բառը ինչ է նշանակում, հայոց լեզուն այդ բացատրությունը չի տալիս, որ բառի բացատրությունը չկա հայոց լեզվի մեջ, որ դիմում եք հայոց լեզվին ու չեք հասկանում ինչը ինչ է, ոնց պիտի լինեք, ինչպես պետք է լինեք, ինչպես պետք է վարվեք։ Եթե դուք սիրեք ձեր լեզուն, հարգեք ձեր լեզուն, հենց հայոց լեզուն, դա այն լեզուն է, որը ապացուցում է հոգու գոյությունը։ Եվ այդ լեզուն մեզ տվել է մեզ ստեղծողը, մեր արարիչը։ Իսկ մեր թշնամիները, մեր հակառակորդները անում են ամեն ինչ, որպեսզի այդ լեզուն երկիր մոլորակի վրայից անհետանա։ Գնանք այստեղ լարվածություն են ստեղծում, պատերազմներ, որպեսզի գնանք մերվենք ուրիշ ժողովուրդների մեջ, Եվրոպայում, Ամերիկաներում, Ռուսաստաններում ապրող որևէ մի հայ ընտանիք, մեկ սերունդ, երկու սերունդ հետո մոռանում են իրենց լեզուն, նրանք էլ հայ չեն, փոխվել է նրանց լեզվամտածողությունը, փոխվեց ձեր լեզվամտածողությունը, դուք հայ չեք, փոխեցիք ձեր կրոնը ուրեմն, կրոնը դա իմ կրոնը իմ հայոց լեզուն է, որ ինձ ամեն ինչ բացատրում է, ինձ ասում է կտակարանը իմ հայոց լեզուն է ասում, կտերի հավաքածու է, մի հավատը, ու ես վստահում եմ իմ հայոց լեզվին, առաջի կողմից ինձ տրված այդ շնորհին, դա շնորհված է մեզ, իմ լեզուն ինձ ասում է, քո հայրենիքը այն երկիրն է, որտեղ դու ապրում ես, իսկ իմ լեզվով, այս շարիկի անունն է երկիր, այս շարիկի անունը երկիր է, ուրիշ ազգերի, ցեղերի համար է դա հող, զեմլյա, իսկ ինձ համար դա երկիր է, որովհետև այս երկիրը իմ հայրենիքն է, այս մոլորակը, այս շարիկն է իմ հայրենիքը, իմ լեզուն է դա ինձ ասում, ինչ արարիչը խաբել է այս լեզուն մեջ, որ այդպես է ինձ տվել, այս մոլորակի անունը երկիր է, ու ես ապրում եմ իմ հայրենիքում, այս շարիկի վրա, հայոց լեզուն ինձ ամեն ինչ հարցի պատասխան ուզում եմ ինձ տալիս է, ընդամենը իմ առաջարկությունն է, սիրեք ու հարգեք այս լեզուն, սա մեր կրոնն է, հայոց լեզուն մեր կրոնն է, մոռացեք ես, Քրիստոս բառը դա հայերեն բառ չի, հունարեն բառը, մտցրել ենք մեր լեզվի մեջ ու կորել մորոլվել եք, ինչա մեր հայ բառարանում, հայոց լեզվում դրան հոմանիշ բառեր չկան, մտցրել եք մեր բառապաշարի մեջ ուրիշ լեզվի բառ, ուրիշ ցեղի, ովքեր են դրանք, չգիտեմ, ու մի հատ էլ պարծենում եք, թե քրիստոնյա եք, նորից եմ ասել, սուտը շանքակուտի, թե դուք քրիստոնյա եք, ամոթ է, ամաչեք, համեստ եղեք, ինքներդ ձեզ մի մեծ արեք, թող կողքից մեկը տենա ասի, այս մարդը քրիստոնյա է, դա իրավունքն էլ չունի, նախ ինքը պիտի քրիստոնյա լինի, քրիստոնյա լինեք ոչ մեկդ ոչ մեկին չի ասի, ինչա մենք բառեր չունենք, դրա փոխարեն, եկեք մաքրենք մեր լեզուն, մեր կրոնը, մեր հայոց լեզուն, օտար բառերից, և կիրառենք մեր լեզվում, մեր լեզվի լեզվամտածողությունը, տեսեք ոնց է փոխվում կյանքը, ոչ միայն մեր կյանքը, բոլոր ժողովուրդներին այս ստրկությունից կազատենք, որում այսօր ամբողջ մարդկությունը հայտնվել է։ Չեմ ուզում էլ այլևս երկարացնել, ասելիքս ասեցի։ Ես իմ գործունեությունը, այս հակաքրիստոնեական գործունեությունը այնքան եմ ծավալելու, այնքան եմ շարունակելու, մինչև այդ կրոնական ինստիտուտները, դրանք ֆալշիվի ինստիտուտներ են, ֆալշիվի կոչում տվող ինստիտուտներ են։ Օրինակ, եթե ես գործունեություն ծավալեի ֆալշիվի բժշկական դիպլոմ տվող ինստիտուտների դեմ, դուք ինձ չէիք ընդունի, կողջունեիք, չէ, ֆալշիվի ինժեների
դիպլոմ տվող ինստիտուտների դեմ պայքարեի, հանդես գայի, կողջունեիք, ճիշտ է։ Հիմա 5 րոպեվա մեջ գնում եք մտնում եկեղեցի, դա նույնպես կրոնական ինստիտուտ է։ Ձեզ քրիստոնյայի կոչում է տալիս ու դուք գնում եք, արդեն քրիստոնյա դարձաք։ Էլ ոնց կլներ։ Իմ գործունեությունը ուղղված է այդ ֆալշիմի կոչում տվող ինստիտուտի դեմ։ Ես դրա կարիքը չունեմ։ Մենք ազգովի ընդհանրապես այդ եկեղեցիների կարիքը չունենք։ Դրանք սատանայի որջեր են։ Մեր հակառակորդի կողմից 301 թվականին ինչպես այդ Տրդատ թագավորը համաձայնվեց, չգիտեմ ինչ սարքեցին գլխին, համաձայնվեց, որպեսզի այդ ինստիտուտները բացվեն։ Ես էլ ամեն ինչ անելու եմ, որպեսզի փակվեն։ Ինչպես բացվել են, այնպես էլ փակվելու են։ Եվ իմացեք, մեր կրոնը, մեր հայոց լեզուն է։ Ով չի ընդունում դա, ինքը ուրեմն թուրք է։ Հաստատ հայ չի։ Շնորհակալություն, ստեսություն ձեզ։